Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը հայ մարզիկների համար ստացված էր։ Մեր հավաքականը նվաճեց 11 մեդալ, մենք ունեցանք 2 չեմպիոն, 2 փոխչեմպիոն եւ 7 բրոնզե մեդալակիր։ Գագիկ Ծառուկյանի մրցանակների համար անցկացվող Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային երկրորդ օրը հաջողությունը զարգացրեցին մարտական Սամբոյում հանդես եկող մարզիկները։ Եզրափակիչ էին դուրս եկել 88 կիլոգրամ քաշային Ավետիք Պողոսյանն ու 98 կիլոգրամ քաշային Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը։ Մեր երկու մարզիկներն էլ շատ ակտիվ սկսեցին մենամարտը, բայց մեկ պահ կորցրեցին զգոնությունը, ինչն էլ ճակատագրական եղավ, երկուսն էլ բավարարվեցին արծաթով։ Մարտական սամբոն դա անկախատեսելի սպորտաձև է, նկատեցիք մեր Եվրոպայի չեմպիոնը, պատահական սխալվեց եւ խեղդվեց, ուշանում էր պահեր ման գալիս, որ ինքը անի, բայց ինքը ընկավ այդ թակարդի մեջ։ Մրցումային երկրորդ օրը մենք ունեցանք նաև 3 բրոնզե մեդալակիր, պատվոհարթակ բարձրացան Մայիս Ներսիսյանը, Մեհեր Մերջանյանը եւ Նորիկ Խուշուդյանը։ Պետքա սխալների ուղումը կատարեմ ու շարժվեմ առաջ, այս էլ շատ լավ հիանալի մրցում էր, որպեսզի ես ինձ մի հատ կարողանայի հավաքեի, իմ սխալների վրա աշխատեի, որպեսզի նախապատրաստվեի աշխարհի մրցումներին։ Սամբոյի Հայաստանի Ֆեդերացիան աշխարհի գավաթի խաղարկությունում մեր մարզիկների մրցելույթից գոհ է, իսկ միջազգային ֆեդերացիան բարձր գնահատական է տվել մրցաշարի կազմակերպմանը։ Աշխարհի գավաթի այս մակարդակի անցկացումը դա եզակի դեպքերից մեկն է, որտեղ որ խաղարկվում է $200,000 մրցանակային ֆոնդ, եւ սա որակային մի նաեւ նիշ է աշխարհի գավաթի անցկացման կուլտուրայի մեջ, որ բոլոր պետությունները, ովքեր որ գալիս են այստեղ, նայում եւ տեսնում են եւ ամեն անգամ ինչ որ մի բան նոր սովորում եւ տանում են իրենց երկրները այն երազանքով, որ նման միջոցառում միգուցե անցնի նաև իրենց երկրում։ Աշխարհի գավաթի խաղարկության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն էլ կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը։ Մրցաշրջանը Սամբոյի համար արդեն իսկ հաղթական է, մնում է զարգացնել հաջողությունը։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։